Սիրելի հայրենակիցներ, իրականում ինչպես արդեն իմ գործընկերը ներկայացրեց, կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու անդամների հետ մեր հանդիպման շրջանակներում մենք ներկայացրեցինք ոչ միայն նախօրեին կայացված ապօրինի այս որոշման հետ կապված մեր վերապահումները, մասնավորապես, որ գիշերվա կեսին հապճեպության պայմաններում քանզի ոչ մի այդպես հրատապության հարց չկար, նույնիսկ կարելիությունների համար այլևս ծածկադմփոցի քաղաքականությունը դարձել է ապրելակերպ, այդ գործընթացը այս անգամ եւս կյանքի էր կոչվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այս երկու ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու հետ կապված ուղիղ հարցին, արդյոք այն մարդիկ, որոնց իրավունքը, ընտրելու իրավունքը ոտնահարվել է, իրավունք չունեն իրենց իրավունքը իրացնելու եւ եւս մեկ անգամ ընտրություն կատարվելու, այսինքն այստեղ անհրաժեշտ է վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ որոշում, հստակ պատասխան բնականաբար դիրքորոշում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները չեն ներկայացնում, որքան էլ որ տարօրինակ է, որովհետեւ թեկուզ անձնական մակարդակով բնականաբար անձը կարող է ասել, որ այո, այդ մարդիկ քվեարկել են, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին են քվեարկել կամ որ քաղաքական ուժի օգտին չեն քվեարկել, այդ մարդիկ իրավունք ունեն, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի եւ իրացված լինի, ցավոք սրտի դիրքորոշում կհնչի ներկայացնում, ես չեմ հասկանում, թե ինչով է այս կաշկանդվածությունը պայմանավորված, թեպետ շատ լավ հասկանում եմ, այնուամենայնիվ օրենքով սահմանված ժամկետներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստանում է որոշումը կայացնել եւ հանրությանը ներկայացնել։ Քիչ անց մեր գործընկերները Վահագն Հովակիմյանի համար նախատեսված մի փոքրիկ նվեր կփոխանցեն, որպեսզի երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը բուրըն եւ անհաղթահարելի ցանկություն ունենա նկարչությամբ զբաղվելու, կարողանա այդ պարագաներով նկարչությունը իրականացնել, այլ ոչ թե թվաբանական աճպարարություններ իրականացնի քաղաքական տարբեր ընդդիմադիր ուժերի, այսպես քվեների հետ կապված։ Իմ գործընկերները նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին ներկայացրեցին բազմաթիվ այլ անճշտությունների հետ կապված հիմնավորումներ, որոնք մենք քիչ անց արձանագրություններով արդեն պաշտոնապես կփոխանցենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին եւ պատասխանատուներին եւ իրենք ընդունեցին, որ այո, արձանագրություններով արձանագրված մասնակիցների քանակի եւ կենտրոնական ընտրական կայքում հրապարակված մասնակիցների քանակի մեջ կա էական փոփոխություն։ Ընդամենը 100 տեղամասերի ուսումնասիրության արդյունքների համաձայն մասնակիցների թիվը տարբերվում է շուրջ 270-ով, կարծում եմ սա 100 տեղամասի համար արդեն իսկ բավականին մեծ ցուցանիշ է, այս մասով տվյալներն ու փաստերը մենք եւս կներկայացնենք, ինչ վերաբերվում է մեր անելիքներին, ինչպես արդեն վաղ առավոտից ասում ենք, մենք օրենքով սահմանված բոլոր հնարավոր գործիքները օգտագործելու ենք, որպեսզի մեր քաղաքացիների ընտրելու իրավունքը իրացված լինի։ Այստեղ խոսքը ընդհանրապես եւ բացարձակապես մանդատների մասին չէ։ Ես իհարկե հասկանում եմ, որ իշխանության ներկայացուցիչները, նրա տարբեր կալիբրի, այսպես արբանյակները, որոնք վաղ առավոտից փրփուրները բերաններին, ինչ որ մեկը մյուսին հերթ չտալով, ինչ որ տարատեսակ սարսափազդու հայտարարություններով են, ինչ որ մուրճեր են թափահարում, չգիտեմ ինչեր են անում։ Հասկանում եմ, պարոնայք, ձեր ցայտնոտային իրավիճակը։ Գիշերը ժամը 2-ին ընտրությունների արդյունքների անգամ 5-6% ամփոփված չլինելու պայմաններում, երբ դուք ոտնահարելով մեր 1,5 միլիոն քաղաքացիների ընտրելու իրավունքը արդեն իսկ ինքնահռչակ կերպով ձեզ հաղթող եք համարում, դա ձեր վախի, ձեր ցայտնոտի այսպես ակնառու վկայությունն է։ Եթե դուք չունեիք թաքցնելու որևէ բան, ինչի համար էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը եւ թվային ցուցանիշները կլինիկական մահ ապրում, կես ժամ չէր այսպես թարմացվում, հետո վայրի վերումներ էին տեղի ունենում։ Այս ամեն ինչը հասկանում ենք, պարոնայք, բայց մենք ունենք մեր իրավունքը, մեր ընտրողները ունեն իրենց իրավունքները, որոնց համար մենք պայքարելու ենք ու հասնելու ենք, որպեսզի արդարությունը վերականգնվի։ Այդ դուք եք յուրաքանչյուր մանդատի համար ցանկացած ապօրինության գնում, ցանկացած օրենք ոտնահարում, ցանկացած հրահանգ իջեցնում SMS-ով եւ մարդկանց դրդում
անտրտունջ ու անմռունչ այսպես իրականացնել ձեր հրահանգները, որովհետև դուք եք կարճած ձեր աթոռից, որովհետև դուք գիտեք, թե ինչ է լինելու ձեր հետ, երբ որ զրկվեք այդ աթոռից։ Տիկին Տոմե, բայց այսօր ժամը 2-ին պետք է ավարտվեր վերահաշվարկը, որ ասում եք հապչեք բարագարակ արեցին։ Հասկանալի է, վերահաշվարկը իրականում ես քիչ առաջ նաև այդ մասով հարց ուղղեցի, վերահաշվարկը այո, պետք է այսօր ժամը 2-ին ավարտվեր, բայց այսօր առավոտվա ժամը 9-ից մինչև ժամը 2-ը բավականին երկար ժամանակահատված կար եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բնականաբար կարող էր այդ մասով որոշում կայացնելու հնարավորություն ունենալ։ Այստեղ մեկ այլ հարց եւս, երբ որ կոնկրետ քաղաքական ուժեր դիմում բողոքներ են ներկայացրել կոնկրետ տեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ, որովհետեւ եղել են անճշտություններ, խայտառակ անճշտություններ, մասնավորապես քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը միջև երեկո այդ ընտրատեղամասում չի տրամադրվել ընտրողներին։ Խոսքը 8-րդ քվեաթերթիկի մասին է եւ դա հիմք է տվյալ ընտրատեղամասում ընտրությունները անվավեր ճանաչելու, որոշում կայացնելու համար։ Երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ տեղամասում ընտրությունները անվավեր չի ճանաչում եւ հետաքրքիր զուգադիպությամբ անվավեր է ճանաչում այն տեղամասերում, որտեղ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունի ձայների այսպես մեծ թիվ, հա, քվեները շատ են եղել, կարծում եմ մեկնաբանությունները ավելորդ են եւ այստեղ ուղղորդվածության ու կողմնապահության մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։